այն անձիկ, ովքեր զենքեր էին ունեցել պարգևատրված, հրավիրել էին, մարդիկ գնացել էին, գումար էին վճարել, քննություն էին հանձնել, իսկ հիմա նոր նախագիծ եք բերել, ասում եք պարգևատրված զենքերը մինչև հուլիսի 1-ը, եթե միգուցե սխալ եմ ասում, պետք է բերեք հանձնել։ Ինչու՞։ Մարդկանց ինչու եք այս իրավիճակում, ու շատերն ասում են մենք հրաժարվում ենք, այսինքն սրանց ամիսներ առաջ կանչում են սա են ասում, ու ըստ էության նախագիծը արդեն գրեթե մեծ մասը դեմ է քրեարկել։ Նախ նախագծի մասով առնվազն եթե նայենք նախագծի հիմնավորումները, պիտի նկատենք, որ նախագիծը մի քանի նպատակ է հետապնդում։ Առաջինը մենք մեր առաջ խնդիր ենք դրել հասկանալու, թե զենքով կատարված հանցագործությունները հիմնականում կատարվում են օրինական տրված զենքով, թե նաև անօրինական տրված զենքով, եւ վիճակագրական տվյալների նախնական հաշվարկները ցույց են տալիս, որ այն միֆը, այսպես ձևակերպեմ, որ հիմնականում հանցագործությունները հրազենի գործադրմամբ կատարվում են բացառապես ապօրինի հրազեններով, դա չկա այլևս, որովհետև մեր տվյալներով շատ են նաև այնպիսի հանցանքները, որոնք որ օրինական զենքերով են կատարվում, սա առաջին։ Երկրորդը այն մասով, որ մենք ինչպես պայմանավորվել ենք զենքի շրջանառության կարգավորման մասին օրենքի ընդունման շրջանակներում նշել էինք, որ շարունակելու ենք մոնիտորինգի ենթարկել օրենքը եւ հասկանալ, թե օրենսդրական կարգավորումների հետ կապված ինչպիսի փոփոխությունների տեղ որպես այդպեսին ունենք եւ արձանագրել ենք, որ թեև գործող օրենքը զենքի պարգևատրման մասով նախատեսում է որոշակի ինստիտուցիոնալ նոր կարգավորումներ, նպատակ հետապնդելով որոշակի ստանդարտներ նախատեսել, բայց այդուհանդերձ այս նպատակը ամբողջովին չի իրացվել, որովհետև թե ստանդարտ հոդվածի շրջանակներում են առկա երկակի մոտեցումներ եւ թե նաեւ անցումային կարգավորումների մասով, որոնք այդ ձեր նշած իրավիճակով քաղաքացիներին թույլատրել են, թեև պարգևատրական զենքի հիմնական կանոնների նրանք չեն համապատասխանել, բայց անցումային կարգավորումների ուժով թույլ է տրվել որոշակի էլի երկակի մոտեցման կիրառում։ Եվ ըստ այդմ մենք մեր առաջ խնդիր էինք դրել հասկանալու իրավիճակը եւ ըստ այդմ այս երկակի մոտեցումները եւ պետության համար անկանխատեսելի, մոտեցումները հանգուցալուծել եւ առաջարկել որոշակի լուծումներ։ Եվ ինչ ենք մեր քննարկումների արդյունքում պարզել, որ թե օտարերկրյա պետությունների կողմից պարգևատրումների դեպքում եւ թե նաեւ նույնիսկ ներպետական բարձրաստիճան պաշտոնատար անձանց պարգևատրումների դեպքում մենք չունենք հստակ ստանդարտներ։ Ստանդարտները պահպանելը շատ կարևոր է այս տեսանկյունից եւ նախագիծը նպատակ է հետապնդում